Քաղաքացիներ ազգային ժողովում շարունակվում են 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումները մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում եւ այժմ ֆինանսավարական եւ բյուջետային մշտական հանձնաժողովը նիստ է գումարում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ եւ առաջին զեկույցով հանդես կգա Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապայանը, խնդրեմ պարոն նախարար։ Շնորհակալություն, հարգելի Տիկին Վարդանյան, հարգելի պատգամավորներ, կառավարության հարգելի անդամներ, ներկայացուցիչներ, նախ եւ առաջ կցանկանայի նշել, որ Հայաստանի տնտեսական զարգացման միտումները 25 թվականին շարունակել են մնալ դրական եւ երկրում արձանագրվել է 25 թվականին 7.1% տնտեսական աճ։ 2021-25 թվականներին համախառն ներքին արդյունքի միջին աճը եղել է 7.9%, ինչը ավելին է, քան կառավարության ծրագրում եւ կառավարող քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրում նշվել է, մասնավորապես 7%։ Ներկայացնեմ նաեւ Հայաստանի տնտեսության շարունակական զարգացումը բնութագրող մի քանի համեմատականներ, որոնք եւս կարծում եմ կարեւոր են, այսպես 25 թվականին 17-ի համեմատ համախառն ներքին արդյունքը աճել է 54%-ով, կազմելով 11.3 տրիլիոն դրամ կամ 29.3 միլիարդ ամերիկյան դոլար, մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքն աճել է 2.4 անգամ, հասնելով 9500 դոլարի եւ տնտեսության մեջ ընդհանուր արտադրողականությունը 17 թվականի համեմատ աճել է ավելի քան 2 անգամ, կազմելով 11.3 ամերիկյան դոլար մարդ ժամ։ Միևնույն ժամանակ արտաքին առևտրաշրջանառությունը 25 թվականին կազմել է ավելի քան 21.4 միլիարդ ամերիկյան դոլար, 25 թվականի ներմուծումը 13 միլիարդ դոլար է եղել, 17 թվականի համեմատ աճելով 3.2 անգամ, իսկ արտահանումը 8.4 միլիարդ դոլար է եղել, 17 թվականի համեմատ աճելով 3.8 կամ կարելի ասել շուրջ 4 անգամ։ Եթե խոսենք փոքր արդեն բյուջետային ծրագրերի հետ կապված, նշեմ հետևյալը, որ կառավարության, ինչպես գիտեք, նախարարության ոլորտում կան ճյուղեր, որոնք այսօր քննարկման չենք ներկայացնելու, մասնավորապես գյուղատնտեսության հատվածը, եւ կներկայացնեմ միայն տնտեսության եւ զբոսաշրջության ոլորտը։ 2025 թվականին պետական բյուջեից էկոնոմիկայի նախարարությանը հատկացվել է 79.5 միլիարդ դրամ, փաստացի կատարողականը կազմել է մոտ 77 միլիարդ դրամ կամ 97.2%, եւ նշեմ, որ 10 ծրագրերի շրջանակում իրականացվել է 75 միջոցառում, մասնավորապես տնտեսության զբոսաշրջության ոլորտին հատկացվել է 36.5 միլիարդ դրամ, որից եւ ճշտված պլանը կազմել է հետագայում 34.6 միլիարդ դրամ եւ 34 միլիարդ դրամ ֆինանսավորվել է, մասնավորապես ինչ աշխատանքներ են իրականացրել, այստեղ առաջինը ուզում եմ խոսել էկոնոմիկայի ոլորտում պետական քաղաքականության մասին, դա ըստ էության պետական ապարատն է, համակարգն է, այնուհետև ուրեմն օտարերկրյա պետություններում առևտրային ներկայացությունների նպատակներ, խնդիրների լուծումն է, մասնավորապես Իրանում եւ Չինաստանում ունենք առևտրային ներկայացուցչություններ, Կարող ենք վերսկսել, խնդրեմ պարոն Պապյան։ Այստեղ ամենակարևոր ծրագիրը տնտեսության արդիականացման պետական միջոցառումն է, որի համար հատկացված է 19.4 միլիարդ դրամ, սակայն ի վերջո ծախսվել է 22.9 միլիարդ դրամ եւ միջոցառման շրջանակում արտադրական հնարավորությունների արդիականացման եւ տեխնոլոգիաների ներմուծման խթանման նպատակով մատչելի պայմաններով վարկեր է տրամադրվում բիզնեսին եւ 5176 շահառու ստացել է սուբսիդավորվող վարկ 9451 հատ ընդհանուր առմամբ, որով ձեռք է բերվել 3560 միավոր մեքենա սարքավորում եւ դրանց բաղկացուցիչ մասեր։ Երկրորդ ծրագիրը
խնդիրը, որը կուզեի առանձնացնել, դա բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակով տնտեսվողների աջակցության ծրագիրն է։ Այս ծրագրով բյուջեն 1.6 միլիարդ էր, ճշգրտված եւ ի վերջո 1.4 միլիարդ է հատկացվել, այդքանի կարիք է եղել եւ բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակով նախարարության միջոցով տնտեսվարողներին սուբսիդավորման միջոցառման շրջանակում 36 կազմակերպության 377 բարձր որակավորում ունեցող մասնագետի տրվել է ուրեմն աջակցություն։ Ներդրումների եւ արտահանման խթանման ծրագրով 13 միջոցառում է իրականացվել, հաստատված բյուջեն եղել է 4.7 միլիարդ դրամ, բայց ի վերջո 4.9 միլիարդ է ուրեմն ծախսվել, արտահանման ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ ըստ էության մոտ 388 միլիոն դրամ է ծախսվել, որի միջոցով տարբեր էքսպոների, PR միջոցառումների, տարբեր ֆորումների, համաժողովների է մասնակցել մեր ուրեմն բիզնեսը։ Տեքստիլ ոլորտի զարգացման նպատակով աջակցել ենք տեքստիլի օպերատորին եւ ըստ էության դրա գործունեությունն է սկսել։ Թողարկման եւ վարկանիշավորման պետական աջակցության ծրագրով մոտ 205 միլիոն դրամի աջակցություն են ստացել 7 տարբեր կազմակերպություններ, մասնակցել ենք Ճապոնիայի ուրեմն Օսակայում տեղի ունեցած Expo 2025 միջոցառմանը, որտեղ ըստ էության 296 միլիոն դրամ գումար է ծախսվել եւ ավելի քան 1 միլիոն այցելու է ունեցել մեր տաղավարը։ Պետական աջակցության ուրեմն միջոցով աջակցել են կլինիկական փորձարկումներին, կենսահամարժեքությանը, դեղերի գրանցումներին, դրանց փորձարկումներին եւ այլն։ Մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման պետական աջակցության ծրագրով 283 միլիոն դրամ ենք հատկացրել, որով ուրեմն աջակցություն է ստացել 637 աշխատողներ, որոնք առաջի անգամ մշակող արդյունաբերության ոլորտ մուտք են ուրեմն գործել։ Ենթակառուցվածքներ ներդրումներով մոտ 550 միլիոն դրամի աջակցություն է տրվել 3 կազմակերպության, որոնք 5.5 միլիարդ դրամի ներդրում են արել եւ դրա դիմաց մենք իրենց աջակցել ենք տարբեր տեսակի կապիտալ շինարարությամբ։ Արտահանման Եվրոպական միության եւ մի քանի այլ երկրներ արտահանման խթանման նպատակով օժանդակություն է տրամադրվել 31 ընկերության, որոնք 2.8 միլիարդ դրամի օժանդակություն են ստացել եւ դրա արդյունքում նրանք ավելի քան 15%-ով ավելացրել են արտահանումը Եվրոպական միություն եւ այլ երկրներ, մասնավորապես տեքստիլ, հագուստ, սնունդ, խմիչք, հյութեր, շոկոլադ եւ այլ ուրեմն ոլորտների մասին է խոսքը եւ զբոսաշրջության ոլորտում 1.5 միլիարդ դրամ գումար է ծախսվել եւ տարբեր ուրեմն ներքին եւ արտաքին միջոցառումների իրականացման համար, կապիտալ շինարարությունների համար եւ այս միջոցառումների արդյունքում նաեւ շուրջ 3% ունենք նաեւ զբոսաշրջության մեջ աճ, որը ըստ էության ավելի բարձր տեմպերով նաեւ շարունակվում է այս տարի։ Թերևս այսքանը, մնացածը հարցերի տեսքով կպատասխանեմ, եթե լինեն։ Շնորհակալություն, պարոն նախարար, հարցեր եթե կան, խնդրեմ Տիկին Մանավազյան։ Պարոն Պապայան, շնորհակալ եմ զեկույցի համար, կխնդրեմ կարճ ներկայացնեք, մենք կառավարության ծրագրով աջակցության ծրագրով որոշեց փոխհատուցում տալ արտահանողներին, այս պահին ինչ իրավիճակ ունենք արտահանման այդ ծրագրի շրջանակներում եւ կխնդրեմ ներկայացնեք մենք կառավարության որոշմամբ, եթե չեմ սխալվում, վերջերս նաեւ գյուղատնտեսության ոլորտում 0% վարկերի մասով կառավարությունը որոշում ուներ, այդ առումով այս ծրագիրը նախորդ այսինքն 25 թվականին եղել է, 26 թվականի ծրագրով շարունակական է լինելու, թե ոչ։ Շնորհակալ եմ, սկսեմ վերջից, այս տարի ենք դա մեկնարկել, ապրիլի 6-ին ենք մեկնարկել, նախատեսված է 26-27 թվականների համար, այս պահի դրությամբ արդեն իսկ տրամադրվել է ընդհանուր առմամբ ավելի քան 21 միլիարդ դրամի վարկ, մոտ 14,000 շահառուների, ինչ վերաբերվում է առաջին հարցին, ապա կառավարության որոշումներից մեկով արդեն իսկ ուրեմն
մի շարք ապրանքներ, մասնավորապես ջերմոցային տնտեսության ապրանքները նախորդ կառավարության նիստով հաստատվել էր եւ կառավարությունը սուբսիդավորում է իրենց մաքսատուրքը եւ տրանսպորտային ծախսերի մի զգալի մասը, որի արդյունքում արդեն իսկ ունենք արտահանումներ Վրաստան, Հունաստան, Ուկրաինա, Ղազախստան եւ այլ երկրներ եւ այս process-ը շարունակական է եւ մենք ակնկալում ենք շատ ավելի մեծ ծավալներ, սա մեկ եւ ըստ էության այստեղ սահմանափակում չկա, ինչքան շատ արտահանեն, մենք այդ ամբողջ ծավալը կսուբսիդավորենք եւ ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ ամեն հաջորդ օրը ծավալները շարունակական մեծանում են։ Ավելին քիչ անց կառավարության նիստում եւս մեկ նախագիծ կընդունվի աջակցության, որտեղ արդեն ոչ ջերմոցային արտադրանքի արտահանման տրանսպորտային ծախսերի սուբսիդավորում տեղի կունենա, մասնավորապես ուրեմն պտուղ բանջարեղենի մասին է, որը ոչ ուրեմն ջերմոցային արտադրանք է եւ իհարկե նաեւ մաքսատուրքի փոխհատուցում, որը էլի 8.5-ից մինչեւ 14.5% է սովորաբար լինում, այս առումով եթե նայում ենք ըստ էության տեսնում ենք, որ արտահանման ծավալները շարունակական մեծանում են, մեր ապրանքները որակական առումով, այսա շատ կարևոր է, որակական առումով մեր ապրանքների մի զգալի մասը չեն զիջում եվրոպական շուկայում առաջարկվող ապրանքներին, որովհետև այն ինտենսիվ այգիները, որոնք որ կան Հայաստանի Հանրապետությունում, դրանք բացարձակապես նույնական են Հունաստանի, Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի ինտենսիվ այգիների հետ, այն ջերմոցային տնտեսությունները, որոնք կան Հայաստանում, դրանք բացարձակապես նույնական են, նույնն են, ոչ մի մեթոդի, ոչ մի տեխնոլոգիայի տարբերություն չկա, ինչ որ Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում կամ Գերմանիայում է եւ ստացված արտադրանքը համապատասխանում է ամենաբարձր ստանդարտներին, այնպիսի արտադրանք, ինչը որ Հայաստանի Հանրապետությունում է արտադրվում, այդ արտադրանքի մի էական մասը, ուրեմն այդ Global Gap սերտիֆիկատը, մյուս բոլոր սերտիֆիկատները ամբողջությամբ ունեն, դրանք բոլոր ստանդարտներին համապատասխանում են եւ դա է պատճառը, որ երբ որ մենք սուբսիդավորում ենք ու օրինակ ինքը հայտնվում է եվրոպական շուկայում, արագ վաճառվում է։ Այստեղ խնդիրը հետեւյալն է, որ Հայաստանը ունի աշխարհագրական որոշակի հեռավորություն եվրոպական շուկայի հետ եւ դեռևս եվրոպական միության հետ սահմանակից չէ, ինչի դեռևս, որովհետեւ մեր երկու հարևանները եվրոպական միության անդամակցության թեկնածու են եւ ըստ էության այս հեռավորության պատճառով որոշակի տեխնիկական խնդիրներ իրականում առաջանում են, ես սրա մասին նախորդիվ խոսել եմ, բայց եւս մեկ անգամ կասեմ։ Ենթադրենք ելակի մասին է խոսքը։ Այն ելակը, որը արտադրվում է Հայաստանի Հանրապետությունում, դա այն նույն ելակն է, ինչը արտադրվում է Ֆրանսիայի Հանրապետությունում։ Այն նույն տեխնոլոգիաներով է արտադրվել, այն նույն մեքենա սարքավորումներով է արտադրվել, այն նույն սացիլներով է արտադրվում, այն նույն մեթոդներով է արտադրվում, ինչ որ Ֆրանսիայում չկա որևէ մի բան, որով տարբերվում է։ Չի օգտագործվում պեստիցիդ, էլի բանա օրգանական եղանակներով պայքարում են մյուս ուրեմն կենդանիների դեմ։ Ֆրանսիական ընկերությունը գալիս է կառուցապատումը իրականացնում է։ Ֆրանսիացի մասնագետները գալիս են, հետևում են բույսի աճին։ Սացիլը բերվում է նույն տեղից։ Ուղղակի տարբերությունը որն է։ Ենթադրենք հոլանդական X ընկերությունից ֆրանսիացի ֆերմերը եւ հայ ֆերմերը նույն սացիլը առնում են։ Հոլանդացի ֆերմերը ծախսում է $500, ներողություն ֆրանսիացի ֆերմերը եւ տանում է այդ սացիլը հասցնում է Ֆրանսիա ու աճեցնում է ելակ։ Մերոնք ծախսում են $8,000, որպեսզի դա բերեն հասցնեն Հայաստան եւ նույն ապրանքը ստանան։ Արդեն իսկ տարբերությունը եղավ $7,500։ Հետո մի հատ էլ պետք է արտահանվի։ Նա ծախսում է ասենք $1,000, որպեսզի դա այդ տեղում հասցնի, մերոնք մի հատ էլ $8,000 օրինակ ծախսեն, որպեսզի գնան հասցնեն այդ շուկայում։ Կամ մի հատ էլ կա այնտեղ 8.5% կամ 14.5% մաքսատուրք։ Ասածս ինչ է, Հայաստանի Հանրապետության արտադրանքը բարձր որակի է, համապատասխանում է բոլոր ստանդարտներին։ Անցել են այն ժամանակները, երբ որ ասում են դե մեր ապրանքը լավը չի, ոչ միտեղ չի սպառվի եւ այլն։ Մեր միակ խնդիրը նա է, որ այո, մենք ունենք որոշակի հեռավորություն այդ շուկաներից, մեծ շուկաներից, տրանսպորտային ծախսերը իր որոշակիորեն
ավելի բարձր են մեր մոտ եւ դրանք մեր ապրանքների մրցունակության վրա այդ առումով ազդում են։ Այսինքն որակական մրցունակության խնդիր մենք բացարձակապես չունենք, բայց գնային մրցունակության խնդիր ունենք օբյեկտիվորեն իմ ասած պատճառներով, որովհետեւ ասենք, չգիտեմ, Մարսելից Փարիզ մի քանի անգամ ավելի մոտիկ է եւ մի քանի անգամ ավելի արագ են հասնում, տասնապատիկ անգամ, քան ասենք օրինակ, չգիտեմ, Հրազդանից մինչև Փարիզ, դա շատ օբյեկտիվ է։ Այս պատճառները մենք ունենք, բայց պետք է աշխատենք բնականաբար, որպեսզի նաև արտադրողականության ավելացման, ծավալների մեծացման շնորհիվ մենք կարողանանք մրցունակության այդ խնդիրն լուծենք, եւ դա է պատճառը, որ ես հատուկ նշեցի, որ մեր վերջին 7-8 տարում Հայաստանում արտադրողականությունը 2 անգամ ավելացել է։ Այսինքն դա նշանակում է, որ մենք միավոր ժամանակում, այսպես ասած, մեկ մարդը 2 անգամ ավելի շատ արտադրանք է թողարկում, որը էականորեն օրինակ լուծում է մրցունակության հետ կապված բազմաթիվ հարցեր։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն արձագանքեմ, պարոն Պապայան, ես ուզում եմ փաստորեն ձեր խոսքից արձանագրենք այն փաստը, որ այսօր գործարարները, արտահանողները որևէ խնդիր չունեն արտահանման հետ կապված, կախված բոլոր այն սահմանափակումներին, որ ունեցել ենք, բայց կխնդրեմ նաև արձանագրեք հետևյալը, արդյոք գյուղում գյուղացին ֆիզանձը արտահանման հետ եւս խնդիր չունի, այսինքն էկոնոմիկայի նախարարությունը իր հանձնառությունը, հասանելիությունը, կապը գյուղատնտեսության ոլորտում արտահանման ֆիզանձանց հետ նաև աշխատանքներ տարվում են եւ նման խնդիր չկա։ Չէ, ասել որ խնդիրներ չկան, մի քիչ երևի թե ճիշտ ձևակերպում չէ, կան խնդիրներ, որովհետեւ մենակ այն որ նույն արտադրողը, որը չնայած այն հանգամանքին այսօր արտահանում է Հունաստան, ինքը ամբողջ կյանքում արտահանել է Ռուսաստան, իր համար արդեն իսկ շոկային է, նոր բան պետք է սովորի, չգիտեմ, տարբեր հարցեր ընթացիկ առաջանում, ասենք օրինակ Թուրքիայում տրանզիտի հետ կապված թղթերի կարիք կար, որը առաջի անգամ դե պետք է սովորեն, իմանան ինչ կա, օրենսդրություն պետք է ուսումնասիրեն եւ այլն, այսինքն լինում են հարցեր ու դեռ կլինեն հարցեր։ Հարցը ուրիշ տեղ է, որ Հայաստան ֆիքսենք, Հայաստանի Հանրապետությունում արտադրվող արտադրանքի մի մասը, մի էական մասը, հատկապես այն մասը, որոնք որ ստեղծվել են պետական աջակցության ծրագրերով, դրանք հազարավոր հեկտարներով ինտենսիվ այգիներ են, հարյուրավոր հեկտարներով ջերմատնային տնտեսություններ են, դրանք ամբողջությամբ համապատասխանում են բոլոր ստանդարտներին եւ հեշտությամբ կարող են վաճառվել Արաբական Միացյալ Էմիրություններում, Եվրոպական Միացյալ Նահանգներում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ռուսաստանի Դաշնությունում եւ այլ երկրներում։ Չկա աշխարհում սերտիֆիկատ, որին այդ արտադրանքները չեն համապատասխանում։ Կան արտադրանքներ, որոնք որ միգուցե ունեն խնդիրներ, այդ թվում ձեր ասած ուրեմն արտադրությունը, որովհետեւ մեկ այլ բան է, երբ որ դու օրինակ պոմիդորի, լոլիկի վնասատու կենթանու դեմ պայքարում ես պեստիցիդ սրսկելով, մեկ այլ իրավիճակը, երբ որ դու ունես բաներ ջերմոց, որտեղ բաց ես թողնում հատուկ միջատներ, որոնք ուտում են այդ կենթանուն, ով պիտի վնասեր լոլիկին։ Այն երկրորդը ունի սերտիֆիկատ եւ վաճառվում է որտեղ ուզում է։ Առաջինը կարող է խնդիրների հանդիպել տարբեր ստանդարտների պարագայում եւ նման խնդիր իրականում կարող է եւ առաջանալ կամ արդեն իսկ առաջացել է։ Հետեւաբար դա է պատճառը, որ մենք կենտրոնացել ենք բացարձակապես ինտենսիվ գյուղատնտեսության վրա, որովհետև ինտենսիվ գյուղատնտեսությունը դա միակ գյուղատնտեսության ձևն է, որը ունի ապագա։ Մնացած գյուղատնտեսության ձևերը ընդհանրապես խոցելի մեթոդներ են, որոնք ընդհանրապես կախված, այսինքն իրենք շատ խոցելի են եւ հնարավորություն չեն տալիս մեծ հաշվով արդյունավետ գյուղատնտեսություն վարել։ Շնորհակալություն պարոն Պապայան, իմ տպավորությամբ ճիշտ ասած նաև հարցը վերաբերում էր նրան Տիկին Մանավազյանի, արդյոք փոքր ձեռնարկատերերին նույնպես հասանելի են էկոնոմիկայի նախարարության ծրագրերը, այսինքն միայն մեծ խոշոր արտահանողների հետ է աշխատում, թե փոքրերի հետ նույնպես, եւ եթե այո, խնդրում ուղղակի ուղղություն տալ, թե փոքրերը ուր դիմեն, որպեսզի պարզ լինի մարդկանց համար։ Բոլորին հասանելի է, բոլորի համար հավասար է։ Այսինքն եթե քո ապրանքը համապատասխանում է պահանջներին եւ դու կարող ես արտահանել որևէ երկիր, դու կարող ես օգտվել մեր մաքսատուրքի արտոնությունից, դու կարող ես օգտվել տրանսպորտի փոխհատուցումից, բոլոր մեր ծրագրերից կարող ենք առաջարկել, որ օգտվեն։ Շնորհակալություն, ես երևի արդեն վարման, այսպես ասած,
իրավունքը փոխանցեմ պարոն Բագրատյան, խնդրեմ պարոն Բագրատյան, շարունակեք դուք, պարոն Կարապետյանը հարց ունի։ Խնդրեմ պարոն խնդրեմ ձեր հարցը։ Շնորհակալություն պարոն Պապյան զեկույցի համար։ Պարոն Պապյան, մենք ունենք ուսումնասիրություններ մեր այս պահի արտահանվող ամբողջ ծավալի որ մասն է համապատասխանում ԵՄ կանոնակարգերին, այսինքն ապրանքները իրականում գետնի վրա որ մասն է համապատասխանում, որ կարող ենք տարբեր աջակցությունների միջոցով նպաստել դրա արտահանմանը եւ նաև այս առումով մենք մասնագիտական կարողությունների զարգացման խնդիր նույնպես մեր առաջ պիտի դնենք կարծում եմ եւ նախորդ տարվա բյուջեն ինչպես է արտացոլվում մասնագիտական կարողությունների վրա, օրինակ լիազոր մարմնի կողմից, ինչ եմ սա ասում, որտեվ ժամանակին հիշում եմ, որ ՀԱՍՊ համակարգի տարածումը մեր տնտեսվարողների վրա բավականին բարդություններով առաջ գնաց, այս մասով ինչ ծավալի աշխատանք է կատարվել եւ մենք այս հաշվարկներից ելնելով ինչ հետագա անելիքներ ունենք, շնորհակալություն։ Շնորհակալ եմ պարոն Կարապետյան, եթե արտահանվում է, ուրեմն 100% համապատասխանում է։ Չի կարա չհամապատասխանի ու արտահանվի։ Հետևաբար ձեր հարցի պատասխանը 100%։ Հայաստանի Հանրապետության սահմանը հատող ցանկացած ապրանք, եթե Հայաստանի Հանրապետության սահմանը հատելա եւ մտելա այլ երկիր 100%-ով համապատասխանել։ Չի համապատասխանում, հետ ուղարկում են։ Դու առանձին դեպքեր կա, 100 ավտո, չգիտեմ, Ծիրան ենք ուղարկում, մի ավտոն օրինակ հետ է գալիս։ Այդպիսի դեպք եղել է նախկինում ենթադրենք կամ չգիտեմ 2000 մեքենա եսիմ ինչից 2 մեքենա հետ է գալիս։ Այդ առումով ուզում եմ ասեմ, որ համապատասխանում է։ Այլ հարց է, որ կա մի հատված, որը չի կարող համապատասխանել եւ այս առումով պետքա փորձենք նաեւ աջակցենք իրանց, որպեսզի համապատասխանի, որովհետեւ մյուս կողմից էլ նայեք, լավ, ասում ենք չի համապատասխանում, ներքին շուկայում կվաճառենք։ Այդ ինչի է օրինակ, երբ որ որևէ երկրից գալիս է Հայաստան, մենք որակի սերտիֆիկատի ստանդարտին նայում ենք, ասում ենք այ օրինակ մեր երկիր պիտի գա միայն ստանդարտներին համապատասխանող պտուղ բանջարեղեն եւ որը որ չի համապատասխանում բնականաբար հետ ենք ուղարկում, բայց օրինակ Հայաստանի Հանրապետության սահմանների ներսում արտադրվածի նկատմամբ պիտի կոնսենսուս ունենանք, հա ունենք այդ կոնսենսուսը, բայց պետք է հասկանանք, որ դրա նկատմամբ էլ պետք է ի վերջո գանք մի կետում, որ էլ կոնսենսուս չլինի։ Իսկ հա հասպի հետ կապված process-ը ընթացքի մեջ է, կա ժամանակացույցով գնում ենք առաջ։ Շատ լավ, այսինքն մենք կարող ենք հետևություն անել, որ արտահանման խնդիրը ոչ թե որակի հետ կապված է դեպի ԵՄ, ինչպես նախորդ զեկույցի ժամանակ նշել եք ասեղի վրա այդ նստած լինելու հանգամանքը, այլ հասանելիության, հեշտության, լեզվային ինչ-որ հարաբերությունների մեջ մտնելու մնացածը արդեն, այսինքն տեխնիկապես պետությունը կարող է այդ հարցը վերցնել իր վրա, կոմպենսացնել եւ ստացվում է, որ արտահանման դիվերսիֆիկացիոն process-ը ըստ էության կարող ենք հաջողել։ Կանում մենք շատ մեծ աշխատանք ենք նախորդի վարել։ Եթե մենք չունենայինք հարյուրավոր հեկտարներով պտուղ բանջարեղենի ջերմոցներ, մենք այսօր ոչ մի բան էլ չէինք կարողանա արտահանել Եվրոպական միություն։ Եթե մենք չունենայինք հազարավոր հեկտարներով ինտենսիվ այգիներ, մենք այսօր ոչ մի բան էլ չէինք կարողանա արտահանեինք Եվրոպական միություն։ Հայաստանում հազարավոր հեկտարներով ինտենսիվ այգիներ կա, որտեղ արտադրված դեղցը չեմ ասում ավելի լավն է, քան Իսպանիայինը, բայց վստահ կարամ ասեմ, որ որևէ բանով չի զիջում իսպանականին, ֆրանսիականին, իտալականին, որովհետև սորտը նույնն է, մշակության ձևը նույնն է, մասնագետը նույնն է, այդ իտալացին այսօր Հայաստանում է, հաջորդ օրը գնում է Իսպանիա, հետո գնում է Ֆրանսիա, հետո նորից գալիս է Հայաստան։ Իր գործը պատտվելն է, որպեսզի այդ այգիներին տիրություն անի, պայմանական իտալացին, հա։ Նույն ջերմոցը ֆրանսիական ընկերություն կա, որ Հայաստան ջերմոցները կառուցում է։ Այդ Ֆրանսիայում ինչքան ջերմոց կա, այդ նույն ֆիրմային է, Հայաստանին էլ այդ նույն ֆիրմային է։ Նույն տեխնոլոգիան, նույն սարքավորումը, սացիլը այնտեղից ենք բերում։ Հա, բոլորը բացարձակապես։ Այսինքն չկա, որ տարբերությունը մենակ այն է, որ ասենք նա պայմանական, չգիտեմ, Բուրգունդիայում է ինչ-որ տեղ, այս մեկը բանում է, հրազդանում է, բայց այդ ապակիներից ներս ամեն ինչ նույնն է, էական չի, դրանից դուրս ինչ կա։ Խնդիրը ընդհանրապես մեկ տարբերություն կա, այո, լոգիստիկան բարդ է, լոգիստիկան երկար է,
հեռու է, փակ սահմաններ, ծովի ելքի բացակայություն, տրանզիտ ժամանակի երկարություն, սրանք բնականաբար գնի վրա ազդում են եւ ազդում են գնային առումով մրցունակության վրա, որակական առումով մրցունակության խնդիր հայկական ապրանքը չունի եւ վաղուց անցել են այն ժամանակները, ես հիշում եմ 10-15 տարի առաջ Հայաստանում այդ խոսույթը կա, դե մեր ապրանքները ով կառնի, մեր որակով չի, մենակ ստեղ կառնեն, այդ ժամանակները անցել են։ Նախ այդ ապրանքները, որ ասում են, այդ ապրանքներից էլ չի արտադրվում շուկայական վաճառքի ծավալի տրամաբանության մեջ, չկա այդպիսի բան, չկա տենց բան, այսինքն Հայաստանում արդյունաբերական ծավալի պոմիդոր չկա, որը դաշտում ցանում են, հետո տանում են շուկայում վաճառում են։ Այլևս այդպիսի պոմիդոր Հայաստանում չկա։ Այդպիսի պոմիդոր կարող 10 օր լինի, ինչ որ գերարտադրության շրջանում շուկայում լինում է։ Բոլորը ինքը այն տրամաբանության բարտադրանքն է, տրամաբանության բարտադրանքն էլ ինքը արդեն ասի որակը ինչպիսին է։ Շնորհակալություն, պարոն Պապյան։ Մի հարցել ես, եթե կարելի է, խնդրեմ ասեք, այս պահին մենք ուսումնասիրում ենք այն շուկաները, որտեղ մեր ապրանքի, մեր արտադրանքի պահանջարկը կա։ Այսինքն մենք, որպեսզի կարողանանք հուշել մեր արտադրողին, որ ձեր ավանդական շուկաների, եթե խնդիր կա, կարող ենք օգտվել այս երկրների հնարավորությունից եւ այսինքն որպես մենք կառավարություն ինչ աշխատանք ենք կատարում, մասնավորապես արաբական երկրների հետ, որպեսզի մեր արտադրողները արտահանելիս առնվազն փաստաթղթերի եւ այլ խնդիրներ չունենան։ Այս ուղղությամբ ինչ է կարում, շնորհակալ եմ։ Տեսեք, այս շուկան իրականում ամենամրցակցային շուկան է։ Ամենա աշխարհում երևի։ Եվրոպական կառավարությունների ամենամեծ խնդիրը իրենց ֆերմերների արտադրած բերքը իրացնելն է։ Եվ հետեւաբար ասել, որ այտենց մի հատ աշխարհում տեղեր կա, որ այտենց մնում է հասցնենք ու կվաճառվի, այդպես չի։ Ասում ես Եվրոպայում ցույց մենակ տեսել եմ բանում Գերմանիայում Green Week-ի ժամանակ, երբ որ բամբողջ գերմանացի ֆերմերները, չնայած այն հանգամանքին, որ 50% կառավարությունից սուբսիդավորում են ստանում, բողոքում են կառավարությունից։ Սա շատ մրցակցային շուկա է, որովհետև իրանք էլ մրցակցում են Թուրքիայի հետ, Մարոկոյի հետ, չգիտեմ, աֆրիկյան երկրների հետ, ասիական երկրների հետ, այս շուկայում շատ խիստ մրցակցություն է։ Ինչ վերաբերվում է ինչ ենք, այո, կա, իհարկե կա։ Մեր այդ ֆայլերը ամբողջությամբ կա, այդ մեր մոտ էլ կա, կազմակերպությունների մոտ էլ կա, իրանք էլ շատ լավ գիտեն, մենք էլ գիտենք, եւ դա է պատճառը, որ մենք այդ աջակցության ծրագրերը տվել ենք այդ ուղղություններով։ Դա է պատճառը, որովհետեւ այդ աջակցության ծրագրում որ գրած է, օրինակ, այս ինչ բանը 727 դրամ, գրած չի 1000 դրամ, գրած չի 500 դրամ, գրած է 727 դրամ, որովհետեւ դա այն կետն է, որը քիչ թե շատ իրան դարձնում է մրցունակ։ Ինչու 728 չի, որովհետև մեր պետության միջոցներն էլ անսահմանափակ չեն։ Մենք հանրության փողն ենք ծախսում։ 727-ը դա երկար հաշվարկված մի հատ փող է, կամ չգիտեմ 36 ինչ որ բանի համար, գրած է կիլոգրամի համար այսքան դրամ։ Դրանց հետևում հսկայական աշխատանք կա, որ նրանք կարողանան արտահանել, բայց միևնույն ժամանակ մենք էլ կարողանանք արդյունավետ ծախսենք մեր ֆինանսական միջոցները։ Շնորհակալ եմ, պարոն Պապյան։ Իմ ասած ավելի շատ գիտեք որն է, որ մենք հիմնվենք մեր երկրի, մեր հողի, մեր ջրի սպეციფიկ համի հոտի վրա, մեր մրգերի հետաքրքիր լինելու վրա աշխարհին, որովհետև դուք ճիշտ եք նկատում, որ Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում մրցում են շատ նույնատեսակ ապրանքներ, բայց միգուցե մենք կարողանանք ինչ որ ձևով տարբերել, կարողանալ ներկայացնել, որ հայկական օրինակ ծիրանը տարբերվում է, ասենք Ամերիկայում արտադրվող ծիրանից։ Մենք այդ ուղղությամբ, որ ասենք մենք շեշտադրենք մեր առանձնահատկությունը, մեր մրգերի, մեր հողի ջրի, կարողանում ենք գտնել, կա այն PR կամպանիան, որ կարող է վեսնի մեր ունեցած արտադրանքը ներկայացնի աշխարհին։ Եվ եթե մենք կարողանանք ճիշտ ներկայացնենք, ասենք մարդը կարդա հայկական ծիրան կամ հայկական սալոր, ինքը հասկանա, որ սա բոլորովին այլ միրգ է, քան այն ստանդարտը, որ ունեն։ Այստեղ մենք անելիք ունենք, մենք ծրագրում ենք, որ նման կամպանիաների հետ աշխատենք, որոնք կարողանում են աշխարհին ներկայացնել իրական գույները։ Շնորհակալ եմ։ Դեռ երկու կտոր կա։ Այս ապրանքների մի մասը իրականում հողի մեջ չի արտադրվում, այդ ջերմոցային տնտեսությունների պարագայում
հողը տեղ դերակատարում ըստ էության նույնիսկ չունի։ Ինչ վերաբերում է ինտենսիվ այգիներին, այստեղ իրականում մեկը կա, որ մենք էլ ենք կարծում, որ շատ հստակ առանձնանում է, դա Ծիրանն է։ Ու Ծիրանի պարագայում ակնհայտ են նաև, որ կա այդ մրցակցային առավելությունները, դա է պատճառը, որ Ծիրանը նաև նույնիսկ օդային ճանապարհով արտահանվում եւ բարձր գնով վաճառվում է, որտեղ ստանդարտ գնով եթե վաճառվի, ինքը տնտեսապես նպատակահարմար չի լինի ու շարունակում է արտահանվել։ Այսինքն հենց այդ դիրքավորումը ինքը դերակատարում ունի։ Այստեղ մի հատ ուրիշ բան կա, մենք մի հատ նախաձեռնություն կա, որի վրա ուզում ենք կենտրոնանանք հաջորդիվ, այդ հայկականության վրա կենտրոնանալն է եւ հայկական ապրանքները այդ հայկական ոչ թե տարբեր ընկերությունների անունով բրենդավորվեն, այլ իրենց հայկական լինելով բրենդավորվեն, դրա վրա աշխատանք կատարում ենք, որովհետեւ դա մի կողմից կբերի կոնսոլիդացիայի եւ լոգիստիկ ծախսերի նվազման, մյուս կողմից շատ ավելի հեշտ է այդպես դիրքավորվել շուկաներում, քան թե ասենք օրինակ մի հատ հայկական բրենդի անունով։ Շնորհակալություն այդ խնդիրը դրան է վերաբերում, որ խոսքը ջերմոցների մասին չի կարող լինել, որովհետև ջերմոցը, Ճապոնիայում էլ է ջերմոց, Հնդկաստանում էլ։ Խոսքը ինտենսիվ այգիների վրա, այսինքն սա հենց հուշում է մեզ, որ մենք ինտենսիվ այգիների վրա պետք է աշխատենք, ոչ թե ջերմոցային տնտեսության։ Այսինքն եթե մենք ջերմոցային տնտեսությունների մրցունակություն չունենք, պետք է արագ կողմնորոշենք, յուրացում որ եթե չունենք, որ ինտենսիվ այգիներում ավելի մեծ հաջողություն կարող ենք ունենալ, օրինակ ես կզարմանամ, որ ասենք Արենիում աճող դեղցին հավասար աշխարհում լինի այդ որակի դեղց։ Դա բացառում եմ, որ լինի։ Եվ եթե կարողանանք դա ներկայացնել աշխարհին, չեմ կարծում, կամ մեր անտառային գեղեցկուհուն տանձի տեսակ, որ ասենք գեղեցկիսում աճում է, հնարավոր չի, որ աշխարհում նման համ լինի, եւ եթե կարողանանք այդ համն ու հոտը փոխանցել Ճապոնացուն ինքը այլ միրգ չի գնելու, վստահեցնում եմ ձեզ։ Այս սրա վրա է շեշտադրումները ցանկանում անենք, որտեղ այդտեղ մենք իսկապես մրցակցային առավելություններ ունենք։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն զեկույցի համար, պարոն Պապոյան, ինձ հետաքրքրում է իսկ Եվրասիական տնտեսական միության հետ ինչպես են մեր հարաբերությունները, ինչ գործընթացներ կան, քանի որ մենք հիմա փաստացի այդ միության մեջ ենք եւ պարադոքսալ վիճակ է, չկա տենց պատկերացում, որ լինես ինչ-որ տնտեսական միության մեջ ու քո ապրանքները արգելվեն կամ ինչ-որ խոչընդոտներ ստեղծվեն, արդյոք ինչ աշխատանքներ են կատարվում, որ այս հարցերի շուրջ լուծումներ լինեն։ Դիմել ենք արդեն Եվրասիական հանձնաժողով, այնտեղ որպես արգելանք կամ բարիեր սահմանափակում մեր դեմ կիրառվող մասով քննի, ընթացակարգեր կան, այդ ընթացակարգերով շարժվում ենք առաջ։ Արձագանք։ Շնորհակալություն, պարոն Պապյան, կարող եք նստել, զբաղեցնել ձեր տեղը։ Հաջորդ զեկուցման համար ձայնտարու տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար պարոն Դավիթ Խուդասյան։